մոլորված մտքեր։ Մտքերս հաճախ ինձնից խռովում, խենթ քամու նման դես դեն են ընկնում։ Այնպես մոլորվում, այնպես հեռանում, որ ինքս ոչինչ չեմ էլ հասկանում։ Դե այդ ինչպես է անկարճ պատահում, սիրտս ու միտքս չեն համատեղվում։ Դժվար են ասես իրար ենթարկվում ու վայրկյանապես օտար են դառնում։ Միտքս անտարբեր սրտիս տքնանքին, հոգուս տագնապին ու տառապանքին։ Այդ առանց այն էլ շատ տխուր պահին թողնում է նրան մենակ իմ կողքին։ Ախ, մտքեր, ձեզ չեմ հասկանում, ինչու եք այդպես ինձ մենակ թողնում։ Ինչու եք այդպես դուք ինձ հետ վարվում, ուր եք շտապում, կամ ինչ եք ուզում, ում մոտ եք թռչում, ում եք կարոտում, ինչ եք ձեզ այդպես հուսահատ տանջում։ Նորից նույն ցավն է ձեր հոգին պատել, անցյալն է նորից ձեզ իր գիրկն առել, թե օտարության շղթան է այրել։ Գիտեմ դժվար է չապրել, հարմարվել, այսքան տարիներ դերի մեջ մտնել, կարոտից խեղդվել, բայց չարտահայտվել, թախիցն ու լացը բոլորից թաքցնել։ Ախ, մտքեր, ինչ եք ցնորվել, ինչ եք հուսահատ դես ու դեն ընկել, հայրական տունն է ձեզ այցի եկել, թե մայրիկին է կարոտով հիշել։ Գուցե դուք արդեն Պարիս եք հասել, թե առաջին արկան առեք փնտրել, կամ սեք մռավի տեսքով հմայլվել, կախարդվածի պես կանգնած մնացել։ Ախ, մտքեր, իմ անճար մտքեր, ինչու է հաճախ ձեզ թվում այնպես, թե դուք կարող եք թռչել, իսկ ես չէ, թե դուք կարող եք սիրել, կարոտել, ինձ անխղճորեն մենակ թողնել, շահումյան հասնել, ձեզ համար քայլել, հարազատներից թաքուն լուր առնել, գերեզմաններին անխոս այցելել, այս կամ այն ծառին մեղմորեն փարվել։ Եվ ինձ հենց այդպես անտեղյակ պահել։ Իմ տանջած մտքեր, մոլորված մտքեր, դուք սրտիս երբեք չեք կարող խաբել, դուք ինձնից երբեք չեք կարող փախչել, մենակ ու անզոր չեք կարող շրջել։ Ես միշտ ձեզ հետ եմ եղել, իմացեք, ձեզ հետ աննկատ քայլել ամեն տեղ, և ուրախացել, և անչափ տխրել, տեսել շատ ծանոթ հարազատ դեմքեր, տեսել ծաղկազարդ հմայիչ դաշտեր, բերքարատ արտեր, առնական լեռներ, ինձ շատ հարազատ ճամփեքով քայլել։ Այսում տունն է մակամա մտել, որ հարազատից քնքշորեն փարվել, այնով է կանչում հեռվից ինձ տեսել, նա էլ է գուցե անցյալը հիշել։ Էս ինչ ձայներ են ականջիս հասնում, հարևաններն են, թութն են թափում, էս կողքի բակից ինչ ծուխ է ելնում, թոնիր են վառել, հաց են թխում, զուռնադահոլի ձայներ եմ լսում, էս ուր են բոլոր այսպես շտապում, ինչ հարսանիք է,
ում են պսակում։ Դե ինչ հարսանիք առանց ժողովուրդ։ Այս գյուղամիջի առուն կարկաչուն հանգիստ անվրդով իր գործն է անում։ Սառնորակ ջուրը դաշտերին հասցնում, մարգերը ծարավ իրեն են սպասում։ Աստվածին, հոգուս տուր հանգստություն, էս ինչ մտքեր են խառնվել իմ գլխում, էս ինչ հույսեր են ծնվել իմ սրտում, ինչ երազներ են անհույս ինձ տանջում։ Ասես, սիրտս ոչինչ չի զգում, իմ խառը մտքեր, մոլորված մտքեր, ինչու է այսպես ամեն ինչ ստացվել, մենք միասին ենք ախր միշտ եղել, մենք երբեք իրար չենք դավաճանել, պարզապես իրար երբեք չենք նեղել, մեկս մյուսին երբեք չենք խաբել, մենակ մենք գիտենք, թե ինչ ենք կորցրել, դա անհնար է իրարից թաքցնել, մենք անկարող ենք մեր սրտից հանել, այն, ինչ պարզապես միշտ մերն է եղել, մենք գուցե կարանք բոլորին խաբել, ուրախ ձևանալ, ժպտալ, ծիծաղել, բայց մենք մեզ երբեք չենք կարող խաբել, քանզի մեր սիրտը այնտեղ ենք թողել, մեր ապրած կյանքը այնտեղ է եղել, արթուշեր դարձած իմ քաղցր մտքեր, մենք չպիտի երբեք հուսախաբ լինենք, մեր լեռների պես պիտի ուժեղ լինենք, այդ ուժը մեր մեջ միշտ առաջ շարժվենք, առաջ քայլելով անցյալը տանենք, ու այդ անցյալը սերունդին հանձնենք, գուցե ով գիտի, անցնեն տարիներ, մեր ժառանգները այնտեղ բուն դնեն, ավերակի կույտ Շահումյանը մեր մի սքանչելի դրախտավայր դարձնեն, հույսներս երբեք չպիտի կորցնենք, Աստված կարող է հրաշքներ գործել։